Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից ու բարձր տրամադրություն, բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, մենք սկսում ենք մեր ուղիղ հեռարձակումը։ Ինչպես ասում են, սուրճը ձեր կողմից, հուսով ենք արդեն պատրաստում եք սերն էլ մեր, որովհետև փորձելու ենք ամեն ինչ անել, որ առաջիկա 1.5 ժամը թույլ տա ուրբաթը սկսել բարձր տրամադրությամբ եւ էներգիայով լի ու լավ տրամադրությամբ էլ եզրափակենք աշխատանքային շաբաթը միասին։ Այո, լավ տրամադրությունը թող լինի, բայց երբ հիշում ես, որ սա ամառվա վերջին ուրբաթ օրն է եւ ուրբաթ 3 ժամեր անց մի փոքր տխրում ենք, բայց շատ տխրելու առիթ չկա, որովհետև դեռ սեպտեմբերն էլ շատ հաճելի եղանակ է Հայաստանում եւ այն օրը Տիգրանի հետ էլ խոսում ենք, որ ըստ ցանկության ամառը կարող է շարունակվել միշտ։ Ըստ հնարավորությունների, այո, դա է ուզում ավելացնել, մինչև կսահմանենք ուրբաթը, առաջին ուրբաթյան երգով եթերի, հիշեցնեմ, որ մեզ կարող եք նաև դիտել մեր Facebook-յան էջում, մենք ուղիղ եթերում ենք Հայաստանի հանրային ռադիո, եւ կարող եք նաև մեզ զանգահարել 553702 հեռախոսահամարով եւ եթերը դարձնել ինտերակտիվ։ Այո, կսպասենք ձեր զանգերին ու մեկնաբանություններին, բոլորին բարի լույս ու բարի օր ենք մաղթում, դե այս երգը սովորաբար ուրբաթ օրերին լսում ենք, այսօր ուրբաթ է։ Սուրճ ու սեր առավոտից։ Օգոստոսի 28-ը սկսել ու շարունակում ենք միասին հանրայինի ուղիղ եթերում, սովորաբար այս ժամին ձեզ ներկայացնում ենք օգտակար տեղեկություններ, օրը ճիշտ սկսելու համար, բայց երեկվանից կա մի լուր, որը ցնցել է համացանցը եւ բոլոր մարզասերներին, ու մենք չենք կարող առաջինը, ինչ կիսվել ձեզ հետ, հետո նոր կանդրադառնանք մնացած նորություններին, խոսքը Արարատ Արմենիայի պատմական հաղթանակի մասին է։ Այո, իսկապես պատմական, որովհետեւ առաջին անգամ Հայկական ակումբը հասավ այս փուլ եւ դուրս եկավ Եվրոպայի լիգայի հիմնական
փուլ։ Այո։ Հաղթանակի արդյունքում 3 օգոստոսի 27-ին Եվրոպա լիգայի 26-27 մրցաշրջանի անցումային play-off փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն Արարատ Արմենիան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց ռուբինական Ունիվերսիտեա Կրայովային եւ հանդիպումը մեկնարկեց Երևանի ժամանակով 20-ին ու ասենք որ մինչեւ այդ առաջին հանդիպումը երկու ակումբների միջև ոչ ոքի 1-1 հաշվով էր ավարտվել հանդիպման ավելացված ժամանակում մեր թիմը ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, որը սակայն առաջին փորձից չիրացվեց։ Սակայն հարվածը կրկնելու իրավունք ստացավ մեր թիմը, որն արդեն անվրեպ իրականացրեց Լիման, այսպիսով 1-0 եւ Երևանյան թիմը հաղթեց հանդիպումն ու ընդհանուր դիմակայությունը։ Իսկապես սա ոչ միայն հրաշալի նորություն է հենց Արարատ Արմենիայի եւ թիմի երկրպագուների համար, այլև մեզ բոլորից եւ իդեպ փաստորեն հիմա շատ հնչեղ ակումբների հետ կարող է հաջորդ խաղը լինել, եվրոպական շատ հայտնի ակումբներ կարող են հյուրընկալել Երևանում, այնպես որ սա իրական տոն է։ Հուշում մարզասերների համար շնորհակալություն հայտնենք Արարատ Արմենիային։ Իսկապես Հայաստանի չեմպիոնը պատմություն կերտեց, առաջին անգամ մասնակցելու է Եվրագավաթային մրցաշարի լիգայի փուլին եւ նա նաեւ առաջին հայկական ակումբն է, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին, այնպես որ շնորհավորում ենք Արարատ Արմենիային, բոլոր երկրպագուներին եւ այս դեպքում վեգա կարծում եմ այս կամ այն հայկական ակումբին երկրպագողներին էլ կարող ենք շնորհավորել, որովհետեւ սա պատմական հաջողություն է։ Մեկ տարի առաջ Նոյայի շուրջ էր, չէ, այս ամենը կատարվում, նրանք էլ պատմություն կերտեցին, հիմա չեմ հիշում որ փուլին էին հասել, բայց ելի պատմական արդյունք էր, իսկ հիմա արդեն Արարատ Արմենիան առաջ է անցնում եւ կերտում պատմություն, Երևանից Facebook-ը ողողված է շնորհավորանքներով, տարբեր հասարակական գործիչներ, քաղաքական գործիչներ նշում են, որ սա պատմություն է եւ մենք այո ուրախ ենք եւ իհարկե կհետևենք արդեն տեսնենք թե ինչ զարգացումներ կլինեն ու ձեզ անպայման կներկայացնենք։ Մեր ռադիոլսողները միացել են, մեկնաբանություններ են գրում, կարծես թե հեռախոսազանգ նույնպես ունենք, տեսնենք թե ով է մեզ միացել։ Ալո, բարի լույս։ Տիկին Անահիտն է։ Դուք եթերում եք Տիկին Անահիտ, բարի լույս։ Ողջունում եմ Վեգա Անդրեասյանին, Սևակ Հակոբյանին եւ Հանրային ռադիոյի ամբողջ կազմին եւ շնորհակալություն ձեզ կատարած աշխատանքի համար։ Երևանից մի բան էի մտածում, ինչքան քիչ բան է պետք մարդուն ուրախացնելու, մարդուն ցնծության մեջ տնելու համար, միշտ մարդիկ ուրախանում են նյութականով, իրանց հաջողություններով, իրանց հետ կապված չեմ կարող նկարագրել իմ անսահման ուրախությունը Արարատ Արմենիայի եւ Կրայովայի հանդիպումից հետո։ Գիտեք, ամենահետաքրքիրն այն է, որ այս ուրախությունը մի մասով մեզ բարգեւեց հանրային հեռուստաընկերության ինձ համար շատ սիրելի մեկնաբան Արմեն Գարամյանը, ուղղակի նա ապրեց այդ խաղով ու մեզ ստիպեց, որ մենք էլ ապրեինք այդ խաղով։ Իսկապես շնորհավորում եմ մեր ժողովրդին բոլորից։ Ես ինքան եմ ուրախացել, չեք պատկերացնի, ամբողջ գիշեր քունից չէի տանում։ Այս մտքերով է, հիմա ինձ հետաքրքիր չի, այս ընթացքը Արարատ Արմենիան ոնց կանցնի, ամենակարևորը որ Արարատ Արմենիան արդեն Եվրոպա լիգայի հիմնական փուլում է եւ Եվրոպա լիգան չեմպիոնների լիգայից հետո ամենամեծ մրցաշարն է, ուղղակի հպարտություն եմ ապրում, անկեղծ։ Հետո ես մի բան պետք է խոստովանեմ, որ չէի կարողանում միշտ հայկական ֆուտբոլը չէի դիտում, որովհետեւ ասենք մեկնաբանը հաղորդում է, զգում է ստադիոնում երկրպագու չկա, բան չկա, մի տեսակ տխուր էր էլի, բայց այս վերջերս ամիսներ առաջ սկսեցի դիտել հայկական ֆուտբոլը ու լավ արեցի, որ դիտեցի ու ես այսօր հետևել եմ դիտելու, որովհետև գիտեք թիմը, ֆուտբոլը միայն հաղթանակների համար չէ, պետք է թիմի հետ կիսես նաև դժվարություններն ու ուրախությունները, դժվարությունները, հոգսերը, ինչի համար շնորհակալ եմ Արարատ Արմենիայի ղեկավարությունից եւ շնորհավորում եմ մեր ժողովրդին, մեր հաջողությունները դեռ լինելու են, սա դեռ նոր է սկսվում, ձեզ էլ մաղթում եմ հաճելի լավ օր եւ շնորհակալ եմ գրեթե արձակուրդ չգնալով այս ամբողջ ամառը մեզ հետ լինելով, կարծես աստիճանաբար գնում ենք դեպի աշուն, շնորհակալ եմ անչափ ձեր երկուսին էլ, որ մեզ ամառը էլ ավելի գունավորեցիք, շատ շնորհակալ ենք, որ նկատել եք, գնահատում եք, այո, փոխադարձաբար եւ մենք էլ էլի միանում ենք շնորհավորանքներին
Արարատ Արմենիայի երկրպագուներին եւ կարծես մեկնաբանություններ Այո, ունեն։ մեկնաբանություններ ունենք, ճիշտ նայած ենթադրել էի, որ գուցե այստեղ նույնպես շնորհավորանքներ կան, դեռ չեն հասցրել մեր ռադիոլուսողները, բայց մեզ բարի լույս են մաղթում Էդիկ Բաբուջյանը, Նարեկ Մկոյանն են մեզ միացել, Վիգեն Եղեզարյանը գրում է բարի լույս, բարի առավոտ, լավ օր բոլորիս, Ստյոպ Վարդանյանը նույնպես բարի լույս է մաղթում, իսկ մենք չեմպիոններին առանձնահատուկ շնորհավորենք ու վերադառնանք։ Committed no crime and bad mistakes. I've made a few. I've had my share of bad kicks in my face, but I've come through. I need to go on. We are the champions, my friends, and we'll keep on fighting till the end. We are the champions. We are the champions. No time for losers, 'cause we are the champions of the world. I've taken my bows and my curtain calls. You brought me fame and fortune and everything that goes with it. I thank you all, but it's been no bed of roses, no pleasure cruise. I consider it a challenge before the whole human race, and I ain't gonna lose. I need to go on. We are the champions, my friends, and we'll keep on fighting till the end. We are the champions. We are the champions. No time for losers, 'cause we are the champions of the world. The champions, my friends, and we'll keep on fighting till the end. Oh, we are the champions. We are the champions. No time for losers, 'cause we are the champions. The station with the best music. Best music. I love the music. Best music. Ինանց 45 ովքեր հենց նոր են մեզ միացել, բարի լույս ձեզ։ Մենք մինչև 11-ը կլինենք եթերում եւ ամառվա վերջին ուրբաթը միասին կդիմավորենք ու կանցկացնենք։ Այս պահին արդեն ճիշտ պահն է իմանալու թե ինչ են ասում օթերևութաբանները, ինչ եղանակ է կանխատեսվում եւ ընդհանուր առմամբ անդրադառնանք արդեն օրվա կարևոր տեղեկատվությանը, տարադրամի փոխարժեք, խցանումներ եւ այսպես նախ սկսենք եղանակից, կարծես թե աշունը մոտենում է, որովհետեւ անձրևային եղանակ է կանխատեսվում անգամ այսօրվանից շրջանների զգալի մասում եւ նաեւ Երևանում, հանրապետության տարածքում այսօր, վաղը, մյուս օրը, նաեւ սեպտեմբերի 1-ի գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ։ Այսօրվանից մինչև օգոստոսի 31 առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ, քամին հարավ-արևելյան եւ արևելյան է 4-ից 7 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար նվազելու է 7-ից 9 աստիճանով։ Մայրաքաղաքում այսօր կեսօրից հետո եւս տեղումներ են սպասվում, կարճատև անձրև ու ամպրոպ
եւ երեկոյան ժամերին անձրևին զուգահեռ հնարավոր է նաեւ քամու ուժ գնացում։ Օդի առավելագույն ջերմաստիճանը ցերեկը կլինի 32 աստիճան, երեկոյան 22-ից 24, իսկ ահագիշերը 18-ից 20 աստիճան տաքություն է կանխատեսվում։ Եվս տեղախոսային հավելվածի այս պահին մեր մայրաքաղաքում արևոտ եղանակ է եւ 24 աստիճան տաքություն է։ Զով եղանակի սիրահարներին կարող ենք շնորհավորել, իսկ ովքեր տխրում են ամառային եղանակի աստիճանաբար, այսպես ասած, հեռանալուց, այո, նահանջելուց, ինչ ասենք, դե աշուն է գալիս, բայց հիշեք, որ աշուն հատկապես սեպտեմբեր, հոկտեմբերի կեսեր կրկին հրաշալի եղանակ է մեր երկրում։ Հուսով եմ, որ խոնավ եղանակը մի փոքր էլ կսպասի եւ անձրևները չնայած կա հավանականություն, բայց չգիտեմ, ավելի քիչ կլինեն, բայց չնայած եղանակային փոփոխություններին, ինչպես տեղեկացնում է Փրկարար ծառայությունը, Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, այնպես որ Հայաստանի տարբեր հատվածների եղանակի ծանոթանալուց հետո կարող եք նաև քաղաքից դուրս գալ եւ վայելել վերջին զբոսաշրջային օրերը։ Նշեմ նաև, որ լարսն է բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար եւ կարծես թե էլի հեռախոսը համար ունենք, ընդունենք, հետո հասկանանք, թե մայրաքաղաքի փողոցներում ինչ է կատարվում։ Բարի լույս։ Բարի լույս, դուք եթերում եք։ Բարի լույս, նախ ուզում եի շնորհավորել ձեր մեր Արարատ Արմենիային, ողջունել ձեր հաղորդաշարը, ասել, որ դուք միշտ դրական նոտաներ եք հաղորդում յուրաքանչյուր օր, եւ ձեր հաղորդումները իրոք մեզ դրական են լիցքավորում։ Անչափ շնորհակալ եմ։ Ժամանակ ցանկանայի, որպեսզի չմոռանանք, միջարոց միայն ձեր շնորհիվ է այս հարցերը հնարավոր բարձրացնել, իլուր որոշ մարմինների, որպեսզի նրանք նույնպես լսեին հանդիպես իդեմս քաղաքապետարանի, մի քանի օր մնաց, մի երկու օրից դպրոցները նորից սկսելու են, բարձրացրել էինք այդ հարցը բազմիցս, թե ձեր եթերով, թե իրենց զանգահարելով, թե գիտության կրթության նախարարություն զանգահարելով, մեր երեխաները նորից սեպտեմբերի 1-ից շարունակելու են ստրեսներով արթնանալ, որպեսզի հասցնեն 2015 դպրոցներում լինել։ Միթե այդքան կարելի է երեխաների մասին չմտածել, համարել երեխաների առողջությունը։ Այդ 15 րոպեն, որ այդ փոքրիկները պետք է քնեն, որպեսզի առավոտյան թարմ արթնանան, հավատացեք, շատ մեծ նշանակություն ունի։ Եվ ես կուզեի նաև առողջապահության նախարարությունը այս հարցին անդրադառնալ։ Գալիս են, մոտենում են սրտերը, ցուրտ եղանակները, ձյունը գալու, սառույց անցրել, ոնց են արթնանալու այդ երեխաները։ Թափառող շների հենց այսօր առավոտյան 8:15 թափառող շները լցված էին ամբողջ մետրոյի կայարաններում։ Ախր պետք է նման հարցերի մասին նույնպես մտածել։ Ուզում եմ եւս մեկ անգամ քաղաքապետարանի իրավասու մարմիններին պաշտոնյաների ուշադրությունը այս հարցի վրա եւս մեկ անգամ սևեռել։ Եկեք նորից վերականգնենք 8:15-8:30 ուսանողները թող ավելի, որոնք ավելի մեծ տարիքի երեխաներ են։ Ուսանողները աշխատանքային ժամերը ետ գցեք կամ առաջ գցեք, բայց ոչ երեխաների առողջության հաշվին ձեր ավտոների ճանապարհները մաքրեք։ Ես նորից քաղաքապետարանի պաշտոնյաներին ձեր միջոցով դիմում եմ։ Շնորհակալ ենք հարցը բարձրաձայնելու համար եւ նաեւ մեզ զանգահարելու։ Այս թեման, երբ այդ որոշումը կայացվեց, միշտ այսպես ուղեկցում է կարծես թե սեպտեմբերին վստահաբար ուսումնական տարվա հետ կապված թեմաների կանդրադառնանք, հնարավորության դեպքում նաեւ այս հարցը կրկին կբարձրացնենք։ Այո, եթե հատկապես տաղավարում ունենանք հյուրեր քաղաքապետանից, իհարկե չեմ կարծում թե ուսանողները համաձայն կլինեն այդ փոփոխությանը, որ իրենք 8:15 արթնանան, որովհետեւ դա էլ իր հերթին վստահաբար իր դժվարությունները ունի, բայց այո, եթե բոլոր մայրիկները պնդում են, որ երեխաներին լուրջ դժվարություն է պատճառում այսքան վաղ արթնանալը, գուցե իսկապես որևէ որոշում փոփոխվի։ Տեղափոխվենք ֆինանսական աշխարհ եւ պատմեմ, թե Կենտրոնական բանկն ինչ է ասում տարադրամի փոխարժեքի հետ կապված։ Ամերիկյան դոլարն այսօր 364 դրամ եւ 47 լումա է, 424 եւ 21 է եվրոն, ռուսական ռուբլին 4 եւ 2, 139 դրամ 46 լումա է վրացական լարին ներողություն, բրիտանական ֆունտ ստերլինգը 494 է, 99 դիր
դիրհամը եւ 0.026 ամփոփող իրանական ռիալը։ Սա էլ տարադրամի մասին ժամանակն է աստիճանաբար ծանրացող եւ դեռ էլ ավելի այս թիվը կբարձրանա Երևանյան խցանումների նիշին անդրադառնալով։ Այո, բայց այս պահին իրավիճակը փոքրի շատ է բարվոք է, 6 խցանումային նիշը այս պահին մայրաքաղաքի մի քանի հատվածներում երևում է քարտեզից ճանապարհաշինարարական աշխատանքներ են տեղի ունենում, 2 վթար է արձանագրված նաև քարտեզին, մեկը բարեկամության հատվածում է, իսկ մյուսը հերացի եւ այդ ամենի պատճառով նաև այս հատվածներում մի փոքր երթևեկությունը դանդաղել է, հուսանք որ վթարները թեթևեն եւ դե ծանրաբեռնված փողոցները բնականաբար մշտապես կարելի ասել նույն պատկերն է, կենտրոն եկող հատվածներն են եւ փոքր կենտրոնում արդեն փողոցները եւ ճանապարհաշինարարական աշխատանքների հետ կապված ոչ այնքան իհարկե լավ լուր է, որ քաղաքապետարանը շարունակում է վերանորոգել, վերականգնել կամուրջները, բայց վարորդների եւ ուղևորների համար բնականաբար անհարմարությունները այդքան էլ հաճելի չեն։ Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա Դավիթ Անհատ փողոց ուղեանցի վերին հատվածը։ Այո, այս մասին քաղաքապետարն է հենց տեղեկացնում, որ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված սեպտեմբերի 10-ից, ինչպես նշեց Սևակը, մինչև նոյեմբերի 1-ը այս փողոցի փակ կլինի Լամբադա տրանսպորտային հանգույցի վերջին հատվածն է։ Սա Լամբադա մոստի այդ հատվածը, ինչպես ասում ենք, երթևեկության եւ հասարակական տրանսպորտի երթուղիների փոփոխության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կլինի, թե ինչը ինչպես է պետք շրջանցել։ Եվ եւս մեկ իրազեկում Երևանի քաղաքապետարանից մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը եւ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ավելացնելու նպատակով այսօրվանից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամի փողոցում, մասնավորապես Աբովյան եւ Արամի փողոցների խաչմերուկից մինչեւ Արամի փողոցի 7 հասցե կարգելվի փոխադրամիջոցների կանգառը եւ կգործի տարհանիչը։ Մայրաքաղաքում այո, բացի ծանր խցանումներից նաեւ հաճախ ավտոկայանատեղի խնդիրն է սրվում եւ հարգելի բարորդներ, ուշադիր եղեք Աբովյան եւ Արամի փողոցների խաչմերուկից մինչեւ Արամի փողոց 7 հասցե կարգելվի փոխադրամիջոցների կանգառը, խոսքը հենց այսօրվանից։ Ուժի մեջ մտնող փոփոխության Զգույշ եղեք, որպեսզի ստիպված չլինեք հետո մեքենաները գնալ եւ դուրս բերել տուգանային հրապարակից, ուշադիր եղեք, այո։ 20000 եւ ավելին։ Իրականում ես հասկանում եմ, թե որքան հոգնեցուցիչ է վարորդների համար անընդհատ էլ ավելի դժվարացող փողոցների մասին լսելը, բայց դե պատկերացրեք ոչ վարորդների իրավիճակը, որ մենք նույնիսկ չենք էլ վարում, բայց միևնույն է այդ ամբողջ Ստրեսը մեզ վրա ապրում ենք եւ մեզ վրա են կրում։ Ժամանակն է աստիճանաբար մոտենում, որ ողջունենք ռադիոլուրի մեր գործընկերոջը, մինչեւ այդ եւս մեկ երգ վայելեք դուք, որից հետո կվերադառնանք ու կփորձենք հասկանալ, թե վերջին ժամվա ընթացքում ինչով է առանձնացել լրահոսը։ Գևորգ Էմինի բառերով եւ Ջոն Տեր-Թաթևոսյանի երաժշտությամբ հին երգ, որը նոր շունչ է ստացել, լսենք ու այնուհետեւ արդեն կվերադառնանք լուրերին։ Շերտունքներիդ բալուն ես Լուսնակի պես քո թշին Երկու հատիկ խալուն ես Բեր մրքով լիսինի Բեր հայոց ավգինի Մեր տոնը թող ուրախ շեն լինի Իմ սիրուն, իմ գարուն Քո սիրուց եմ վարում Քեզ գրկում, քեզ եմ գովերգում Սարեր զորեր բախ սիրով Բարդինի չավ շախ սիրով Մեր հարսնիքին ես կերքեմ Հազար ու մի տախ սիրով Բեր մրքով լիսինի Բեր հայոց ավգինի Մեր տոնը թող ուրախ շեն լինի Իմ սիրուն, իմ գարուն Քո սիրուց եմ վարում Քեզ գրկում, քեզ եմ գովերգում
Սուրճ ու սեր առավոտից։ Սիրով ասում ենք բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ առաջարկում շարունակել առավոտը մեզ հետ մինչեւ 11-ը կլինենք ուղիղ եթերում, իսկ րոպեներ անց արդեն ժամը 10-ի նորություններին ենք ծանոթանալու եւ հիշեցնում ենք ձեզ, որ Ռադիո Լուրը մշտապես լուրերը թարմացնում է նաեւ առցանց մեր կայքում, մեր սոցիալական էջերում armradio.am, այնպես որ եթե ցանկանում եք օրվա լրահոսին հետեւել, տեղեկանալ, ապա 107 հաճախականությունը եւ armradio.am հասցեն, ամենաճիշտ ուղեկիցներն են ձեզ համար։ Եվ ժամանակն է արդեն ողջունելու Ռադիո Լուրի մեր գործընկերոջը, բարի լույս Արմինե։ Բարի լույս գործընկերներ ջան։ Արմինե, մենք եթերը սկսեցինք հաղթական լուրերով, Արարատ Արմենիայի հաղթանակով, արդյոք ֆուտբոլասերես հետևում ես, թե այնքանով որքան աշխատանքով, երբ որ խաղում է մեր հավաքականը, այդքանով։ Դե ամենակարևորը կարծում եմ դա է։ Բայց ամբողջ ֆուտբոլի խաղի ընթացքում եղբորս ասում եմ մերոնք որն է, իմ որ շորեն։ Որ հագուստովն էին, որ հագուստովն էին, բոլոր մոտ Դեպքում երբեմն այո լինում է որ շեղմենք, բայց ասեմ, որ վերջերս ընկերներիցս մեկը ծաղրում էր ինձ, որ սկսել եմ կարծես թե ֆուտբոլից ավել բառեր իմանալ։ Ես էլ ասացի, որ ավելի շատ բառեր գիտեմ արդեն սեփական հարկի տակ, ռմբարկու, պատասխան խաղ։ Այո։ Խաղից դուրս վիճակ։ Արդեն ահագին բաներ եմ սովորել, դրա համար շնորհակալություն մեր մարզասեր ռադիո լսողներին, որոնց համար առանձնացնում ենք մարզական նորությունները։ Եվ Արմինե, այսօր փաստորեն դեռ չէինք ասել մեր ռադիոլսողներին չէինք պատմել, բայց երազանքի միջազգային օրն է նաև։ Արդյոք հավատում ես, որ երազանքները եւ երազելու կարողությունը շատ կարեւոր են, որպեսզի կարողանան կյանքում առաջ գնալ, թե սա ռոմանտիզացված պատմություն է եւ ամեն ինչ օրինակ ուղղակի աշխատանքի մեջ է։ Ես այդքան համաձայն չեմ, երազելը լավ բան է, ես սիրում եմ երազել, ինչ շատ հաճախ ասում են դա երազանք չի, դա նպատակ է, ոնց ուզում եք անվանեք, բայց երբ որ մարդը դադարում է երազելուց եւ ինչ որ մի բանի հասնելուց, շատ անհետաքրքիր է դառնում։ Ես իհարկե ունեմ երազանքներ, մի հատ շատ մեծ երազանք ունեմ, որի մասին չեմ ուզում բարձրաձայնել եւ սիրում եմ նաեւ այն արտահայտությունը, որ ասում են զգուշացեք, երազանքները կատարվելու հատկություն ունեն, հա, երազանքները կատարվելու հատկություն ունեն։ Մանր մունր փոքր երազանքներ բնականաբար կան։ Երբեմն ասում եմ, այ կուզենայի սա ունենայի, դա ասում են դա երազանք չի, դա նպատակ է։ Բայց շարունակենք մեր թեման։ Երրորդ թողարկումն է, հա, սեվակը։ Այո, ուղերձով Արմենը։ Ուղերձով եմ ես դիմում, նվիրեք ինձ Շանել դուխի։ Կարծում եմ ժամանակն է, որ մենք մեր ձեռքը վերցնենք Արմինեի երազանքը սիրելի սեվակ եւ ինքներս զբաղվենք այդ հարցով։ Ինձ թվում է ռադիոլսողները հանկալում են, որ ամեն ինչը հումորի ժանրից է։ Խորագրի պես է դարձել, հա, դա էլ խորագրի պես է դարձել։ Եվ վստահ ենք, որ Արմենեն կարող է իրեն թույլ տալ դա գնել ուղղակի։ Իհարկե, կարող է թույլ տալ, այո։ Հուսով որ լրահոսնել գոնե մի փոքր հաճելի կլինի, այս մասով ոչ միշտ ենք բարձր հույսեր ունենում, բայց ամեն դեպքում ոչ միշտ ենք երազանքներ ունենում, որ լավ լուրեր կլինեն։ Բայց Արմենեն փորձում է լավ տրամադրությամբ հաղորդել։ Ժամը 10-ն է արդեն, ծանոթանանք վերջին ժամի նորություններին։ Հայաստանում ժամը 10-ն է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, հանրայինի եթերում լրատվության ժամը, խոսափողի մոտ Արմինե Գևորգյանն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը ԱՄՆ կգործուղվեն վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Սուջյանը եւ փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորիա Այդինյանը։ Այցի նպատակն է բանակցել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի շրջանակում թրիփ զարգացման ընկերության կանոնադրության եւ բաժնետիրական համաձայնագրի շուրջ։ Վերադառնալուց հետո երրորդյա ժամկետում գործուղման հաշվետվությունը կներկայացվի վարչապետի աշխատակազմ եւ արտաքին գործերի նախարարություն։
Տեղի է ունեցել Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգին, տարբեր ոլորտներում փոխգործակցության ընթացքին վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացմանն ու եւ Իրակլի Կոբախիձեին հրավիրել Հայաստան մասնակցելու COP17-ի շրջանակում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին։ Վրաստանի վարչապետը հրավեր է ընդունել է։ Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Այսպիսով նախագծի փաթեթին կողմ քվեարկեց 64 падգամավոր դեմ 26։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը այսուհետ կլինի աշխատանքի եւ բարեկեցության նախարարություն, արտաքին գործերի նախարարությունը, արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարություն, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարարություն։ Անդիմությունը քննարկման ժամանակ սա համարում էր ամբովանդակ օրինագիծ եւ պահանջում դրա փոխարեն վերականգնել գյուղատնտեսության եւ սփյուռքի նախարարությունները։ Հիշեցնենք, երկու նախարարություններն էլ փակվել են 2019 թվականին։ Գյուղատնտեսության ոլորտը ներառվել է էկոնոմիկայի նախարարության գործառույթներում, իսկ սփյուռքի հետ կապերով զբաղվում է սփյուռքի հանձնակատարը։ Այսպիսով խորհրդարանը 20 օրյա նիստերից հետո ավարտեց նստաշրջանի աշխատանքը, հերթական նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Հայաստանի երկաթուղիների կոնցեսիան վաճառելու խնդրանքը զարմանք եւ էմոցիաներ է առաջացնում, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիոն համաձայնագրի հարցը Փաշինյանն առաջին անգամ հիշեցնենք բարձրացրել էր Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանային երկաթուղային հատվածների վերանորոգման համատեքստում։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ հայտարարել, որ Հայաստանի կառավարությունն իր միջոցներով կվերակառուցի այդ նախագծերը։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին առաջարկել էր վերանայել հայկական երկաթուղու կառավարումը, հայտարարելով բարեկամ որևէ երկրի Ղազախստանին, ԱՄՆ-ին կամ Քաթարին կոնցեսիան հնարավոր վաճառքի մասին։ Երևանը հայտարարեց, որ չի առարկում երկաթուղիների կառավարումը Ղազախստանյան ընկերությանը փոխանցելուն ռուսական կողմի համաձայնության դեպքում։ Եվ մեկ լուր միջազգային լրահոսից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օնտարիո լիճը, որի մակերեսը 52% Կանադայի տարածքում է գտնվում, Ամերիկա լիճը անվանափոխել, խորացնելով անհաշտությունները հյուսիսային հարևանի հետ, որոնք առաջացել են նաև կանադական ապրանքների ներմուծման վրա սահմանված բարձր մաքսատուրքերի պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Օնտարիո լճի անվանումը փոխելու ենք Ամերիկա լիճ, եւ սա ուժի մեջ է մտնում հենց հիմա, լրագրողներին աշխատասենյակում ասել է Թրամփը։ Իրականում այս փոփոխության Ամերիկա լճի մասին ես երկար ժամանակ եմ մտածում։ Կանադայի վարչապետը եւ լճին սահմանակցող Նյու Յորքի դեմոկրատ նահանգապետն արդեն հայտարարել են, որ չեն կիրառի Ամերիկա լիճ նոր տեղանունը։ Վարչապետ Մարկ Քարնին էլ հիշեցրել է լճի անվանումն ավելի հին է, քան կանադական եւ ամերիկյան պետությունները։ Մենք գիտենք, որ Ամերիկան փոխվում է, նրանց առևտրային փոխհարաբերությունները, արտաքին քաղաքականություն, ազգային հուշարձանները, տարածքների անվանումները սոցցանցում գրել է Քարնին, հավելելով. կանադացիները նաեւ գիտեն, որ իրականությունն իր անունով կոչելը նշանակում է այն անվանել Օնտարիո լիճ։ Հիմա մնում է օվկիանոսը։ Նախագահ Թրամփն էլ անկնարկել է, որ անվանափոխությունների շարքում հաջորդիվ կարող են օվկիանոսները լինել։ Ծոցն ունենք, լիճն ունենք, հիմա մնում է օվկիանոսը, գուցե երկուսի անունն էլ փոխենք, օրինակ Ատլանտիայի կամ Խաղաղ օվկիանոսի։ Այսքանն ենք առանձնացրել լրահոսից այս ժամի համար, հետևեք իրադարձությունների զարգացմանը Ռադիոլուրի եթերում, խոսափողի մոտ աշխատեց Արմինե Գևորգյանը։ Доставка из магазина. Սուրճ ու սեր առավոտից։ Երկին կլնեմ շողշողում, դու ինչ կլնես երջան Բամբակ կլնեմ շողշողում, դու ինչ կլնես երջան Աստղ կլնեմ շողշողում, ծոցի շող տամ երջան Գջակ կլնեմ շողշողում, կես կայրեմ երջան
չարչարեմ Որին չասես խամես խամ Թամզարա, բարակ մեջ կդյոտը ծամեի Թամզարա, սրտին միջին ունես կամ Թամզարա, բրնեմ բաչեմ չարչարեմ Եյ Թամզարա, որին չասես խամես խամ Կամի կլնեմ դաշտերում դու ինչ կլնես երջան Աղբյուր կլնեմ կարկաչեմ դու ինչ կանես երջան Կարկաչ կլնեմ կորորվեմ քո կամուտակ երջան Ծարավ կլնեմ ճամաչեմ ջուր կմտնեմ երջան Մտնեմ երջան Արակ մեջքի թյոթը ծամ Սրտիտ միջին ունես կամ Բրնեմ պատչեմ չարչարեմ Որ էլ չասես խամես խամ Թամզարա, բարակ մեջքի թյոթը ծամեի Թամզարա, սրտիտ միջին ունես կամ Թամզարա, բրնեմ պատչեմ չարչարեմ Եյ Թամզարա, որ էլ չասես խամես խամ Թոնիր վարենք թեժ կլնի Սիրահարը գիշ կլնի Յանջան տուն ու տեղ որ դնի Լիքը ճիժ ու բիշ կլնի Թամզարա, բարակ մեջ կդյոտը ծամեի Թամզարա, սրտիտ միջին ունես կամ Թամզարա, բրնեմ բաչեմ չարչարեմ Եյ Թամզարա, որ էլ չասես խամես խամ Չասես խամես խամ Չասես խամես խամ Սուրճ ու սեր առավոտից։ Տասնանցե 19 սիրով ասում ենք բարի լույս բոլորին, ովքեր նոր են մեզ միացել, իսկ նրանք ովքեր 9:30-ից մեզ հավատարմորեն հետևում են, շնորհակալ ենք ձեզ եւ շարունակում ենք եթերաժամի երկրորդ հատվածն է, որն էլ ավելի հագեցած է իհարկե տեղեկատվությամբ եւ հետաքրքիր նորություններով ու իհարկե օրվա թեմայով։ Եվ ժամանակն է պատմության էջերը թերթելու, հասկանալու համար թե օգոստոսի 28-ը ինչով է նշանավորվել տարբեր տարիներին եւ առաջարկում եմ սկսել միջազգային տոնացույցից, տեսնել թե ինչ օրեր են այսօր նշվում։ Արդեն ասացինք ձեր, որ երազանքի օրն է, եւս մեկ առիթ նոր երազանքներ պահելու, երազելու եւ ամենակարևորը դրանք իրականացնելու ճանապարհներ փնտրելու։ Եթերաժամի այս հատվածում իդեպ հենց այս թեմայի վրա էլ կենտրոնանալու ենք մեր հյուրի հետ, հոգեբանի ենք հյուրընկալելու, այնպես որ ուշադիր եղեք եւ խոսելու ենք երազանքներից ու դրանց կարեւորությունից։ Միջազգային տոներում նաեւ նարցիսների օրն է, ինչ որտեղ կապ ունի, նրանք երազում են եւ մտածում են, որ ամենալավն են եւ իրենցից լավը չկա։ Մի քիչ բացասական, մի քիչ դրական հատկություններ ունի, չէ՞, նարցիսիզմը։ Իդեպ այո, տարբեր պատճառներ են ասում, թե ինչու է նարգիս կամ հայերեն նարգիզ ենք, չէ՞ ասում, կամ նարցիս, թե ինչու է այդ ծաղիկը հենց այդպես կոչվել, ասում են, որ երբ այն դնում ես այլ ծաղիկների հետ, ամենաերկարակյացն է, բոլորին սպանում է, այսպես ասած, իր արտադրած նյութերով եւ ինքը մնում է վերջում։ Գնամ տեսնեմ, եթե սեզոնն է, ճիշտ է, ծաղիկների սեզոններից տեղյակ չեմ, եթե հիմա կան, մի քանիսը արժե գնել եւ տեղադրել սենյակում այսօրվա պատվին։ Ծրագրավորողների համար փաստորեն կարելի ասել այսօր մասնագիտական տոն է, որովհետեւ Software Freedom Day ծրագրային ապահովման ազատության օրն է նաեւ այսօր։ Եվ գանք ազգային տոներին, սկսենք այբեն
օրինական կարգով Միացյալ Նահանգներից եւ մի շատ կարեւոր տոն մեզ բոլորի համար ռադիոյում աշխատողներ։ Ռադիո Գովազդի օրն է այսօր։ 10:30-ին ունենք ռադիո Գովազդ եւ կտոնենք այսօր։ Տոնենք այսօրը, շնորհակալություն հայտնենք բոլոր գովազդատուներին, որոնք ընտրում են Գովազդի ռադիո տարբերակ, այո, քիչ անց կունենանք Գովազդային։ Շնորհակալություն հայտնենք նաեւ Գովազդը պատրաստողներին, իդեպ ռադիո Գովազդ պատրաստելը թվում է թե կադր չկա շատ հեշտ է, բայց այստեղ ամեն ինչ շատ ավելի կարեւոր է եւ նաեւ ռադիո Գովազդի ձայներին շնորհակալություն հայտնենք, թե մեզ մոտ եւ թե ընդհանրապես շուկայում կան ընդգծված ռադիո Գովազդի ձայներ, այո, որ միշտ որոնք ասոցիացիոն միանգամից համոզում են գնել կամ օգտվել այս կամ այն ծառայությունից։ Սևակ ես ռադիոյի հետ կապ չունի, բայց երբ ասում ենք ձայն, ես շատ հաճախ Մերի ձայնն եմ հիշում, մետրոյի մետրոյի ձայնը։ մետրոյի ձայնը, Մերի Մակարյանի, շնորհակալություն։ Սևակ երբ փոքր էիր, դասից տուն վազում էիր ռեյնջերները դիտելու։ Ճիշտ ասած, այդ ժամանակ արդեն այդքան փոքր չէին, եթե չեմ սխալվում, ռեյնջերները երբ կային, բայց այդ արհեստական, այսինքն ոչ իրական կերպարները ինձ երբեք չեն գրել, չեմ ասում դա վատ է, ուղղակի անձնական ճաշակի հարց է։ Բայց ամեն դեպքում բարձվում է այսօր Ամերիկայում ամենակարող ռեյնջերների օրն է նշում, ես չգիտեմ, քանի որ գիտեք, որ ռեյնջերները նաև իրական մասնագիտություն է, ես չգիտեմ, սա հենց ռեյնջերների այդ համակարգում աշխատողների օրն է, թե չէ, կարծում եմ Power Rangers-ը, կարծում եմ հենց այդ հայտնի սերիալի կերպարների օրն է այսօր։ Մի քանիսն էին, չէ, տարբեր գույներ ունեին եւ ինչ որ ֆիրմային շարժումներ եւ խոսքեր, մի խոսքով, եթե հիշում եք ռեյնջերներին, ապա Միացյալ Նահանգներում այսօր նրանց եւս հիշում են եւ նշանավորում։ Կարմիր գինու ազգային օրն է, National Red Wine Day, որը կրկին տոնում են Միացյալ Նահանգներում։ Տեսնենք, թե էլ ինչ հետաքրքիր տոներ կան աշխարհում, դե ինչպես միշտ ծննդին նույնպես անդրադառնում են նահանգները, բալով տարտի կամ շերտավոր խմորով երբ պատրաստում են դրանց այդ աղանդերի օրն է կարելի է սուրճի հետ առավոտյան վայելել, Միացյալ Նահանգները եւս միացել է տոնին, երազանքի օր, Dream Day, այսօր եւս այնտեղ նշվում է սա, եւ տեսնենք Լեհաստանում ավիացիայի օրն են նշում եւ տրանսպորտային մեկ այլ ուղղության տոն է Լիտվայում երկաթուղայինների, այսինքն երկաթգծում աշխատողների օրը տոնը։ Ահա, իդեպ կարծում եմ կարող ենք տեղափոխվել իրադարձություններ եւ մի հարց առաջացավ ինձ մոտ, արդյոք Լյութեր Քինգի հայտնի ճառը կապ ունեցել է նրա հետ, որ այսօր է հենց երազանքի օրը, որովհետեւ այն լեգենդար ճառը, որը սկսվում էր I have a dream, ես մի երազանք ունեմ, արտահայտությամբ Մարտին Լյութեր Քինգն արել է 1963-ի հենց այսօրը։ Վստահաբար կապ ունի, այո, այս ճառը դարձել է պատմության ամենահայտնի ելույթներից մեկը, թե իր ճառ ասելու տեսանկյունից, թե տեքստի, թե շեշտադրումների եւ եթերից առաջ էլ Վեգայի հետ խոսում ենք, անգամ անգլերեն ուսումնասիրելիս սա կարևոր մի հատված էր դասագրքային, որը պետք է անգիր անենք։ Մարտին Լյութեր Քինգը այս ճառով ելույթ է ունեցել Լինքոլնի հուշահամալիրի աստիճաններից աշխատանքային տեղերի եւ ազատության Վաշինգտոնի երթի ժամանակ։ Քինգի ելույթը պատմության մեջ համարվում է լավագույններից եւ ամերիկյան հասարակության կողմից ճանաչվել է ռետորական արվեստի 20-րդ դարի լավագույն գործ։ Տեքստ, որի գրեթե յուրաքանչյուր պարբերություն սկսում էր հենց ես երազանք ունեմ կամ ես երազում եմ արտահայտությամբ, ինչը իսկապես շատ հզոր ուղերձ էր, որը այն էլ այն ժամանակ միանշանակ տեղ էր հասնում։ Այո, երազանքները իդեպ կապված չէին նրա անձնական կյանքի հետ, այլ աշխարհի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ միտող էլ կար ես այսօր երազում եմ։ Այո, հենց դրա հետ էլ կապված է այսօրվա օրացուցային տոնը, երազանքի եւ տեսնենք այլ ինչ իրադարձություններ կան, կարծես թե այս ամենով ավարտվում է եւ ծննդյան տարեդարձները այսօր հակխիտ չեն, բայց ծնվել է ամերիկացի ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերը 1962 թվականի այսօր եւ գրականության ոլորտում շատ հնչեղ անուն նույնպես ունենք, որի ծննդյան օրն այսօր է։ Այո, ամերիկացի գրող Յոհան Վոլֆգանգ Գյոթեն 1749 թվականին։ Գերմանացի, կներեք, այնքան խոսացինք ամերիկացիներից, միանգամից դա ասացի։ Մենք շնորհավորում ենք բոլորին, ովքեր ծնվել են այսօր եւ մի կարեւոր իրադարձություն էլ, որը ոչ թե մեզ մեր ինֆորմացիայի աղբյուրը հուշեց, այլ Շակիրան իր ստորիում, այո, անձամբ առաջին ձեռքից ենք հայտնում այս լուրը, լրանում է Շակիրայի ամենահայտնի երգի Whenever Wherever 25-ամյակը երգ, որը իսկապես միջազգային հիթ է, եւ մի բան ասեմ, երբ փոքր էի, ինձ թվում էր, որ սա ընդհանրապես անգլերեն չէ, որովհետեւ այդ Whenever Wherever շատ waka-waka-ի պես է հնչում Շակիրայի հնչողությամբ։ Լսենք այս երգը եւ շնորհավորենք Շակիրայի երկրպագուներին։
station with the best music. Best music. I love the music. Best music. 25 տարեկան հիթ էինք լսում Շակիրայի Whenever Wherever-ը եւ շարունակում խոսել երազանքի ու երազելու մասին, այս անգամ արդեն ավելի մասնագիտական դաշտից։ Շատ սիրով, մեծ սիրով ներկայացնում եմ մեր հյուրին, տաղավարում է հոգեբան, հոգեթերապևտ, կախվածությունների մասնագետ Մարիաննա Աբովյանը, բարի լույս։ Բարի լույս։ Հետաքրքիր է մարդկանց հետ աշխատելիս հաշվի առնելով թե որքան էներգիա եք ծախսում, ինչպիսին պիտի լինի առավոտը, ինչպես եք սովորաբար սկսում, որ կարողանաք այդքան լիցք ունենալ օրվա ընթացքում բոլոր մարդկանց էմոցիաներին առնչվելու։ Այդ երազանքի հետ պետք է կապեմ։ Չէ։ Դեռ ուղղակի ձեր առավոտները։ Իմ առավոտը սենց է, ճիշտն ասած, շուն ունեմ։ Ու առավոտը սկսում է ստանդարտ ձևով, նաև զբաղվում եմ ցիգունով, առավոտ այգում մարզվում ենք մի խումբ կանանցով։ Այնպես որ եթե ձեր լսարանում կան ոչ այնքան երիտասարդ կանայք կամ երիտասարդ ով կուզի կամ տղամարդիկ համեցեք դրամատիկական որ դա մարզաձև է ցիգուն ցիգունը դա արևելյան մարզաձևերից մեկն է հա ինքը ոչ միայն մարզանք չի իրականում ինքը հոգևոր նաև շատ էներգետիկ նշանակություն ունի եւ օգնում է օրդ լավ սկսես ես նաև բուժվում եմ դրանով շատ հիվանդություններից առանց դեղերի ինչ է տակտիկի դա այո այնպես որ համեցեք որ այգում եք պարապում եթե ցանկացողներ լինեն ուր գան այս պահին պարապում ենք դրամատիկական Սունդուկյանի այգում անվան անգլիական այո անգլիական այգում ժամը 7:30 համեցեք ահա բաց կանչ երազանքներից ենք այսօր խոսում պարզվում է աշխարհում նշում են երազանքների օրը որքանով է կարևոր երազանքներ ունենալը արդյոք իսկապես այդ անընդհատ կոչը որ հիմա էլ համացանցից ամենուր լսում ենք որ պետք է երազել պետք է շատ երազանքներ ունենալ իսկապես այդքան կարևոր է իհարկե երազելը շատ լավ բան է էլի հավեսը չէ երազելը ոնց կլինի մարդ երազանք չունենա այսինքն ինչ այսինքն դու ինչ որ մի բան ուզում ես ապագայիդ համար քո, հա? Այսինքն ինչ որ մի բանի պահանջմունք ունես, կարիք ունես ու արժևում ուզում ես դա ունենաս, ու ոնց որ այդ միացած լույս է, որ դու դեպի այդ լույսը հայացք ես նետում, ուշադրություն ես դարձնում, ուզում ես դեպի այդ գնաս։ Իրանք միշտ սնուցող են, աշխարհընկալումը ընդլայնող են, հավես բան է երազանքը։ Նոր հիշեցի մի ֆիլմ կար հետ սովետական շրջանում ռուսական մի երիտասարդ աղջիկ ուզում էր ամուսնանալ տղայի հետ տղայի հայրը կանչեց ասում լսի դու իրան ոնց կարաս ուզես ինքը երազանք չունի այսինքն երազանք ունենալը դա ոնց որ շարժիչ ուժ լինի մարդու համար ոնց որ մի հատ ճանապարհ լինի չէ որ ասում են լույս է հեռվում դեպի այդ լույսը գնալու Իսկ ինչի մասին կարող է խոսել, այ դուք էլ հիշեցիք, որ ինչպես կարող է ասել նրան նա երազանքությունի, ինչի մասին է պատմում, մարդու մասին ինչ է պատմում, երբ նա երազանքներ չունի, որովհետև հաճախ ես ինքս ճանաչում եմ մարդկանց, որոնք երազանքներ չունեն եւ նաեւ մի բան եմ նկատել, որ ես միշտ կարծել եմ, որ երազանքն այն բանն է, որը չունի սահմաններ, այսինքն եթե դա երազանք է եւ իմ ուղեղում է, ես կարող եմ երազել թևերի մասին եւ ճախրել, ինձ կարող եմ դա թույլ տալ օրինակ, բայց գիտեմ մարդիկ, որոնք նույնիսկ երազելիս իրենց թույլ չեն տալիս հնարավորինից կամ իրենց հնարավորինից ավելը։ Օրինակ, երբ ասում ես, որտեղ կուզես լինել 5 տարի անց, նա երբեք չի համարձակվում ասել, որ չգիտեմ։ Ենթադրենք աշխատում է X ընկերությունում, մաքսիմումը ինչ որ փոքրիկ պաշտոնի բարձրացում է երազում եւ երբեք նույնիսկ երազանքում պատրաստ չի ասել, որ դե արդեն օրինակ իմ ընկերությունը կունենամ։ Սա ինչի մասն է խոսում։ Տեսեք, դե պատրաստ չի այդ բանալի բառը, հա, այսինքն մարդ իրան պետք է ոնց որ թույլ տա այդ մասը։ Ոնց ասեմ, հիմա էլի հոգեբանի եք կանչել, էլի պետք է ասեմ մանկուցա գալիս ինչ որ բաներ, հա։ Բայց այդպես է։ Այո, բայց դա փաստ է իրականում, որ երբ որ երեխան մենք ասում ենք երեխան սուտ չի խոսում, ինքը ֆանտազիաներ է անում, ինքը հորինում է, ինքը երազում է, ու այդ իր ժամանակն է, որ ինքը երազի, որովհետև իր գործիքները կյանքի քիչ է, կյանքի փորձը քիչ է, ինքը պետք է երազի, որ միտեղ տարբերակներ ունենա իր կյանքում, ուր գնա։ Հիմա այս ձեր ասածով, եթե երեխային ասել են, ոնց ասեմ, հողենի են դարձրել, երեխային ինքը հետ է սովորում երազելուց։ Ու մենք շատ ժամանակ խառնում ենք նպատակը երազանքի հետ, հա։ Երազանքը կարող է դառնալ նպատակ։
իրականում երբ որ մենք սկսում ենք պլանավորել, գործողություններ անել դեպի այդ գնալը, դա արդեն ոնց ասես deadline դնում, հաս ինչ որ ժամ պլանավորում ենք, ինքը դառնում է նպատակ։ Նպատակը իհարկե կարող է ճկուն լինի փոխվի ընթացքում, բայց ամեն դեպքում այդ երազանք ունենալը իհարկե շատ կարևոր բան է զարգացման, աճի, առաջ գնալու, կյանքը ոնց ասեմ, հաճելի ապրելու համար։ Բայց կա նաև մյուս տարիությունը, շատ մարդիկ ընկնում են երազանքների գիրկը եւ կտրվում իրականությունից, կտրվում հողից եւ օրինակ ոչինչ չեն անում նույն այդ երազանքները իրականացնելու համար, դա եւս ինչ-որ շեղում է օրինակ։ Տեսեք, ես մի քիչ այն զգուշ հոգեբաններից եմ շեղումների հետ կապված, որովհետև եթե շեղվողները չլնեին, մենք նորություններ չէինք ունենա աշխարհում։ Հիշում եք մի ֆիլմ կար։ Նորություն հայտնողներ էլ չէինք ունենա։ Այո, այսինքն ինքնաթիռը ոնց է ստեղծվել, երազանք ունեցել համար, ինչ-որ մեկը կապել է եւ թռելներ։ Այո, այնքան են կապել, այնքան են թռել, այնքան են երազել, կամ չգիտեմ, այն լամպը, հա, Էդիսոնի լամպը, ասում են 999 հատ լամպ պայթեց, 1000-րդը մենակ աշխատեց։ Այսինքն այդ երազանքից սկսված մի բան է, որը նպատակ է դարել նաեւ, հա, այդ երազանքի նպատակի սահմանի վրա է։ Ճիշտ է, ասենք, այդ մենք հիմա տենց մարդկանց մասին ենք խոսում, կան մարդիկ, որ միայն երազում են, գործողություն չեն անում։ Այդ դուք ոնց որ թե դրա մասին եք խոսում, հա։ Դե դա էլ իրականությունից կտրվելու մի ձև է, որը նպատակի չի բերում։ Եվ թե ինչ հոգեբանական պատճառներ կան, դա արդեն պետք է ուսումնասիրել։ Այո, պետք է դրան անել։ Եթե իրան խանգարում է, մարդ կա, որ երազում է, իրան ու երազում է։ Գործից ժամից հետո ինքը թույլ է տալիս իրան երազել։ Ինչքան կուզեք իր ազատ, դուք հարցրեցիք ինչով եք զբաղվում, ոնց եք ձեր օրը սկսում, որ լավ լինի, այդ մարդն էլ երազում է հիմա։ Նույնիսկ անգլերեն բառ կա, չէ, daydreaming, եթե չեմ սխալվում, երբ մարդիկ մեկ էլ օրվա մեջ կտրվում են եւ հասկանում են, որ իրենց աշխարհում են։ Մեր օրերում իրականում բավական հեշտ է երազանքը նպատակի վերածել, որովհետեւ լիքը բաներ, որ նախկինում 10 տարի անց, 20 տարի անց անհնար էին թվում, օրինակ, չգիտեմ, համաշխարհային ճանապարհորդությունը թվում էր թե դե աշխարհով մեկ ճանապարհորդել մի քիչ ոչ ռեալիստական է, հիմա դա հնարավոր մի բան է։ Էվերեստը բարձրանալը ժամանակին միայն ֆիլմերում էինք տեսնում, հիմա կան ճանապարհներ, այսինքն եթե ռեալ ցանկանում ես, պարզապես համացանցը քեզ հուշում է թե ինչպես դա անել, քո երազանքների քաղաքը լինել, մի խոսքով Այսա, որ կարծես թե սահմանները գնալով ավելի բարակել են եւ ամեն ինչ ավելի մի փոքր հեշտ է դարձել, չեմ ասում դե ուղակի որոշեցիր եւ արեցիր, բարձ է բարդություններ կան, բայց արդյոք մի փոքր այդ կախարդանքը երազանքի չի կոտրվել ժամանակի այս առումով զարգանալուն զուգահեռ։ Դե հիմա դուք ոնց ասեցիք, եթե մարդ իրան թույլ չի տալիս, չէ, երազել։ Հիմա մենք մեզ թույլ ենք տալիս երազել։ Ու երբ որ մենք թույլ ենք տալիս երազնել, մեր երազանքների շրջանակը ընդլայնվում է։ Օրինակ հիմա իմ մասին ասեմ, հա, ինչից սկսեցի այդ մարզանքից հիմա տարիքից թիվը պետք է ասեմ, հա։ Չէ, այսինքն օրինակ չգիտեմ, մեր տատիկների ժամանակ որ թոշակի էին գնում մարդիկ, իրանք արդեն վերջ, կյանքը վերջացել, 50-ից հետո կյանքը վերջացել էր։ Այսինքն այն բաբոնին իման մազերը հավաքած։ Ված ոչ մի ված բան չեմ ասում, էլի հիմա էլ մոդայի 20-րվածքներ այնց գոլոլած մազերը այնց ման էին գալիս, այսինքն վերջ բրծավ իրանք հետաքրքրությունների սահմանները տուն, երեխաներ եւ միայն կենցաղ, այո։ Հիմա եկեք տեսեք, որ մենք տենց չենք ապրում։ Մեր իրականությունը փոխվել է եւ մեր հնարավորությունը փոխվել է, կյանքի տևողությունը փոխվել է, կյանքի որակը փոխվել է ու երազանքների որակն էլ է փոխվել։ Ինչ հրաշալի։ Հա, օրինակ, չգիտեմ, կարամ բալետ ապրել չեմ երազի, բայց ասենք թե ավտովարման իմ լիցենզիան ստացել եմ նոյեմբերին։ Հրաշալի։ Հասկանում եք, այսինքն էդ էլ մի բան էր, որ ես փոքր վաղուց ուզում էի ու դժվար դե 90-ականներին հնարավոր չէր, նույնիսկ երազել հնարավոր չէր տենց բաներից սոված թվերին, բայց արի ու տես որ Հետո կարծրատիպերն էին խանգարում։ Դե իմաստ այդքան կարծրատիպերը չէր, ինչքան կյանքի կենցաղի առումով, բայց երկար կյանք ունենալը է դրանով է լավ, որ դու շատ բաներ կարող ես հասցնել, որ երազանքներից իրականացնել։ Հրաշալի է։ Մենք փոքրիկ գովազդային դադար ունենք, այս պահին ընդմիջվենք, բայց չմոռանանք երազանքների մասին, վերադառնանք ու շարունակենք խոսել օրվա թեմայից։
Սուրճ ուսեր առավոտից։ Հանրայինի ունկնդիրներին եւս մեկ անգամ ողջունում ենք, հիշեցնում այսօր երազանքից ենք խոսում, երազանքի օրն է, մեր տաղավարում է հոգեբան, հոգեթերապևտ, կախվածությունների մասնագետ Մարիաննա Աբովյանը։ Մի հարց, որը ինձ կարծեմ մի անգամ եմ եթերում մեկ այլ մասնագետի ուղղել, բայց սա մի բան է, որ ինձ միշտ վախեցրել է, օրինակ շատերի համար սա այսպես ոգեշնչող միտք է, բայց ինձ շատ վախեցնում է, ասում են, որ հիմա գլամուր ժամանակակից լեզվով էլ ասում են մանիֆեստ անել, չէ, ասում են, որ այնինչ դու մտածում ես, իրականում իրականություն է դառնում եւ քո իրականությունն իրականում հենց քո մտքերն են ու քո երազանքները կարող են վերափոխել քո իրականությունը։ Ինչու է սա ինձ մտահոգում եւ վախեցնում, որովհետեւ երբ ինչ-որ վատ բան է լինում կամ վատ շրջանում ես հայտնվում, ունեմ ընկերներ, որոնք ասում են, այ դա քո նեգատիվ մտածողությունից է, կամ այ դու ես մեղավոր, որ այդպես ես մտածել, ինչը շատ վախեցնող է, որովհետև ամեն դեպքում չգիտեմ, մուլտ հերոսներ չենք եւ չենք կարող միշտ բացառապես դրական մտածողություն ունենալ, ի վերջո հազար ու մի նույնիսկ քիմիական process-ներ են տեղի ունենում մեր օրգանիզմում, ինչը դժվար թե թույլ տա, որ առավոտից երեկո միայն փուչիկների եւ երազանքների մասին մտածես։ Այ որքանով է սա իրականությանը համապատասխանում, որ հենց մեր մտքերն են կերտում մեր իրականությանը, լավ երևույթները, որ մեզ հետ տեղի ունենում, մեր մտքերից են, վատերը նույնպես։ Դե իրականում տենց է։ Ինչ որ մտածում ես, տենց էլ գնում ես առաջ, այդպես էլ գնում ես առաջ։ Այստեղ սկզբն աղբյուրը այնա, թե ինչ եմ ես զգում, հա։ Հիմա մի փոքր ավելի խորը հոգեբանական մաս ասեմ, որ առաջնայինը մեր զգացմունքն է։ Հետո ես իմ զգացմունքի վրա ինչ միտք եմ դնում ու դրա վրա ինչ գործողություն եմ դնում։ Դա է դարձնում իմ օրս, հա, կամ իմ ընթացքը կյանքի։ Բայց տարբեր զգացմունքների վրա մենք տարբեր մտքեր կարող ենք ունենանք։ Օրինակ, չգիտեմ, ինչ որ մի դժվար բան ա կատարվել, ես մտածեմ, որ վայ, ես աշխարհի ամենադժբախտն եմ, ինչի ինձ հետ պատահեց, բայց կարող եմ մտածել, որ սա էլ մի փորձություն է, սա իմ կյանքի մի փորձն է, ես այդ իմ օրագրի մեջ գրեմ որպես փորձ եւ գնամ առաջ, հա, ու տրամադրությունս արդեն անկում չի ապրում։ Ու ես արդեն եթե մտածում եմ, որ վայ, ես ինչ մեղք եմ, չգիտեմ, կամ ինչի այն, ես գնում եմ, չգիտեմ, ընկնում եմ, սկսում եմ խմել, սկսում եմ ծխել, սկսում եմ ինչ-որ դեստրուկտիվ վարք դրսևորել, բայց երբ որ ես մտածում եմ, որ ես իմ կյանքից փորձն է, այսինքն ես լիցքավորել եմ, ես հարստացել եմ, փաստացի, ոչ թե կորուստ եմ տվել, հա, ու ըստ այնու իմ կյանքս գնում է առաջ, որ ես պլյուսով եմ դուրս եկել։ Այսինքն լավ մտածողությունը կամ երազելը եւ դրական մտածողություն ունենալը ոչ թե մեզ ապահովագրում է վատ բաներից, այլ թույլ է տալիս, որ դրանք նույնպես այլ տեսանկյունից նայենք եւ կատաստրոֆիզացիայի չտանենք։ Այո, վատն էլ այդ մոտեցման հարցը, չէ՞։ Ինչն է վատ, ինչը ոչ այնքան։ Այո, իհարկե, որովհետեւ այո, որովհետև երբ որ դեպքը մեր հետ այսօր կատարվում է, մենք չգիտենք դա լավ է թե վատ է, հետո կերևա։ Սովորաբար շատ է լինում, երբ հիշում եմ այս զգացողությունը ինձ մոտ եղավ, երբ նոր էի համալսարան ընդունվել, եթե չեմ սխալվում, որովհետև շատ էի պայքարում, շատ էի ուզում երազանքի նպատակի նման մի բան էր, ամբողջ առօրյա դրան է ուղղված։ Հետո դատարկություն է Հետո տիրում։ մեկ էլ երբ արդեն երազանքդ իրականացավ, հատկապես երբ մեծ երազանք է եւ ամեն ինչ ուղղված է դրան, մի որոշ շրջան մի տեսակ կարծես դատարկության մեջ լինես եւ ինչպես հասկանալ, որ չգիտեմ, նախ ինչպես վայելել այդ ընթացքը, դա չդարձնել իդեաֆիքս եւ հետո իրականանում է ու էլ չգիտես ինչ անել, դա հարցի առաջին մասը եւ հարցի երկրորդը, որ ցավոք որքան էլ դաժան հնչի, ոչ բոլոր երազանքներն են իրականանում։ Այս տարբերակին երբ հասնում ես մի կետի, որ հասկանում ես, որ չէ, երազանքը չիրականացավ։ Երկու տարբերակում էլ ինչ հոգեբանական վարք կարելի է դրսևորել իրավիճակից դրական դուրս գալու համար։ Տեսեք, դուք ասում եք համալսարան ընդունվելու մասին, չէ՞։ Դա երազանք էր երևի, երբ որ օրինակ ինչ որ մի պահի, բայց հետո ինքը դառնում է նպատակ։ Դուք արդեն պլանավորում եք, հենց որ մենք երազանքը մեր սկսում ենք ստրուկտուրավորել, երբ որ քայլեր դեպի այդ անել, այդ կոչվում է նպատակ։ Ու դու գնում ես դեպի նպատակը, քայլ, ինքը էլ երազանք չի, ինքը արդեն նպատակ է։ Դրա հետ մի հատ ուրիշ, այսինքն այդ համալսարան ընդունվելը սամացել է, ինչ է, այսինքն ինքնանպատակ է, թե չէ, հա? Դրանից հետո ինչի համար եք այդ ուզը։ Չգիտեմ, դե մեծ գիտնական դառնաք, մեծ բացահայտումներ անեք կամ ձեր կյանքը ինչ որ ձևի դասավորվի, այսինքն ամեն մի նպատակը մենք անում ենք ինչ որ մի հետևանքներ ունենալու համար, հա, ասենց խոսքով ասեմ, ու այդ արդեն
Դրանից հետո նոր նպատակ, նոր երազանք է գալիս, որ արդեն ես այս կրթությունը ունեմ, արդեն ես այս սովորել եմ, արդեն կարող եմ ավելի գլոբալ երազանքներ ունենալ, որովհետև երբ որ մենք հասնում ենք նպատակին, այսինքն մեր նպատակների մակարդակը բարձրանում է, մեր աշխարհընկալումը ընդլայնվում է, մեզ թույլ է տալիս այդ որ դուք ասում եք ես ինձ ժամ կտամ կնստեմ ինչ կուզեմ թևեր կերազեմ ինձ, հա, կուզեմ չգիտեմ ինչ կուզեմ կերազեմ այդ է որ իմ ներսում այդ դռները բացվում են, որ ես շունչս կարողանում եմ ավելի ոչ թե սենց էլի շնչեմ մի քիչ մի կիսատով շնչեմ, այլ կարողանում եմ ամբողջ թոքերով շնչեմ ու գնալով իմ թոքերս բացվում է, չէ՞, մենք տենց խոսք ունենք, որտեղ քիչ-քիչ որ շնչում ես չի բացվում։ Իսկ ինչքան շատ ես խորը շնչում, այդքան ինքը շատ է բացվում։ Նույն ձև էլ երազանքի հետ կարելի է կապել։ Այսինքն նպատակի հետ կապված այդ կարող եմ ասել, որ նպատակը որ մենք դնում ենք, ինքը վերջնական չի, եթե հատկապես եթե ճանապարհը երկար է, հա, որովհետև ընթացքում կարող ենք տեսնենք, որ միգուցե այս այն նպատակը չի, որին ես ուզում եմ հասնեմ, հա, կամ իմ երազանքին արդեն հետագա, հա, տեսլականա ես ունեմ արդեն հետագան իմ երազանքին չի ծառայում, սկսում եմ ճանապարհներ որոնել, աչու գնալ, ձախ գնալ, փորձել սա, փորձել նա, փորձել նպատակը, այսինքն այդ ձևի մի բան է։ Իսկ երազանքը ինքը հստակ ստրուկտուրա չունի, ոնց ասեմ, ինքը sense մշուշոտ ինչ որ Սահմանափակումներ չունի նաև։ Այո։ Որևէ մեկ այդտեղ թևերը կտրել չի կարող։ Ձեզ ներկայացրինք որպես կախվածությունների մասնագետ, հետաքրքիր է հնչում, իհարկե բարձ է սա վատ կախվածությունների մասին է, բայց երազանքից կախվածություն ունենալը լավ բան է։ Գիտեք, կախվածությունը ընդհանրապես լավ բան չի։ Ահա։ Որովհետև այս շատ ծանր հիվանդություն է ինքը, ցանկացած կախվածություն, լինի դա, չգիտեմ, քիմիական կախվածություն, լինի դա վարքային կախվածություն, հա, լինի դա որևիցե մտավոր, որտեղ ամեն ինչից է կարող կախվածություն լինի։ Անդրադառնալով դրան, երազանքը ինքը էմոցիոնալ մի բան է։ Կախվածությունն էլ շատ էմոցիոնալ բան է։ Այն հաստիճան էմոցիոնալ է, որ մարդ երբ որ իր ծայրը կախվածությունը հիվանդության ընթացքում խորանում է, էմոցիաները անջատվում է, որովհետև անտանելի է, ինքն առանց էմոցիա իր զգացմունքներ, ոնց ասեմ, անջատվում է որպես պաշտպանական մեխանիզմ։ Այսպես։ Եվ ամփոփելով մի հարցել գուցե ուղերձի տեսքով, որ կուզեինք մեր ռադիոլսողներին փոխանցեիք, ինչպես վերականգնել երազելու ունակությունը, որովհետև ցավոք մեր ժամանակներում շատ-շատերն են կորցրել այդ ունակությունը տարբեր դեպքերի հետևանքով, որ մեր երկրում տեղի ունեցան անձնական, ընդհանուր ողբերգություններ, դեպքեր, որոնք շատ-շատերին կոտրեցին եւ այդ երազելու ունակությունը, նույնիսկ ցանկությունը երազելու շատերիս մոտ, չգիտեմ, ուղղակի անհետացավ։ Այ ինչպես վերականգնել դա եւ նաեւ գուցե փոքրիկ ուղերձ այն մասին, որ պետք է երազել։ Գիտեք, մեր երկրի հետ կապված ինձ համար շատ զգայուն թեմա է եւ շատ կարեւոր։ Ինձ թվում է մենք արդեն սկսել ենք մեր երկրի հետ կապված երազել։ Եվ ոչ միայն երազել, նաեւ քայլեր անել։ Ճիշտ է, Երևանը սա քանդած փլած, չգիտեմ ինչ բան, մեր բակում ուրեմն վերականգնում էին մի շինություն, գարաժի գլուխ կոնկրետ ասեմ, որը որ ինչ կառուցել են 72 թվին, ոչ ոք դրան ձեռ չի տվել։ Նենց են սարքել, ոնց որ այդ գարաժը պետք է մի 300 տարի էլ այնտեղ աշխատի։ Ինձ համար դա շատ կարևոր մի բան է։ Ուզում եմ զուգահեռ տանեմ, հա, արվեստի պատմությունն էի լսում ու մասնագետը Պաուլա Վոլկովան էր, հետաքրքիր շատ լեկցիաներ ունի, ինքը ասում էր Հռոմը երբ որ կառուցում էին, դնում էին մեծ քարերը փողոցները, սարքում էին այդ մեծ քարերով։ Այս չափի բլուժնիկներ են, այսինքն ես հետո գնացի տեսա։ Ու ասում եմ իրանք անում էին դա, որ Հռոմը հավերժա լինելու։ Ու երբ որ ես տեսա, որ մեր մոտ շինարարությունը հիմա տենց են անում, ես հասկացա, որ մենք այդ ոնց ասեմ, այդ հավերժի ճանապարհը բռնել ենք լավ իմաստով, որ մեր երկիրը մեր համար ամեն դեպքում զգայուն թեմա է, պետություն ունենալը եւ այլն, հա, ու այդ այնքան կարեւոր բան է, ու այդ ձևով այդ կողմից մենք մոտենանք, չերազենք, որ մենք կունենանք երկիր, չերազենք, որ մենք էս կունենանք, մենք քայլեր անենք, մենք նպատակ ունենանք դա, այդ երազանք չէ, այդ նպատակը, որ մենք եթե երազում ենք ու քայլ չենք անում, ինքը
իմաստ չունի։ Այնպես որ երազեք ժողովուրդ ջան, երազելը շատ օգտակար բան է առողջության համար եւ դրանից հետո արեք քայլեր Դրանք իրականացնելու համար։ Շատ շնորհակալ ենք։ Սիրով հիշեցնեմ, որ զրուցում էինք հոգեբան, հոգեթերապևտ, կախվածությունների մասնագետ Մարիաննա Աբովյանի հետ։ Եվ հիշեցնենք, որ եթե ուզում եք առավոտներն էլ առողջ սկսել 7:30-ից անգլիական այգում, հետո կավարտեք 9:30-ից էլ մեզ կմիանաք եթերում։ Հիմա մենք մեր հյուրի հետ կլուսանկարվենք, լսենք երազանքի ուղված ամենահայտնի երգերից մեկը Aerosmith-ի Dream On ու վերադառնանք։ Every time that I look in the mirror, all these lines on my face getting clearer. The past is gone, it went by like dusk to dawn. Isn't that the way? Everybody's got the dues in life to pay. Yeah, I know nobody knows where it comes and where it goes. I know everybody says you got to lose to know how it works. Half my life's in books, written pages, living, learn from fools and from sages. You know it's true. All the things come back to you. Sing with me, sing for the year, sing for the laugh and sing for the tear. Sing with me, it's just for today. Maybe tomorrow the good Lord will take you away. Yeah, sing with me, sing for the year, sing for the laugh and sing for the tear. Sing with me, it's just for today. Maybe tomorrow the good Lord will take you away. Dream on, dream on, dream on, dream yourself and dream come true. Dream on, dream on, dream on, dream until your dream come true. Dream on, dream on, dream on, dream on, dream on, dream on, dream on. Sing with me, sing for the year, sing for the laugh and sing for the tear. Sing with me, just for today. Maybe tomorrow, good Lord will take you away. Sing with me, sing for the year, sing for the laugh and sing for the tear. Sing with me, just for today. Maybe tomorrow, the good Lord will take you away. The station with the best music. Best music. I love the music. Best music.
10:44 եթերաժամի վերջին րոպեներն են եւ սովորաբար այս հատվածում ձեզ ներկայացնում ենք մարզական նորություններ, դե Արարատ Արմենիայի հաղթանակով չենք կարող հենց եթերի սկզբում չկիսվել, այդ մասին արդեն խոսել ենք, ովքեր նոր են մեզ միացել, եւս մեկ անգամ շնորհավորում ենք, հիշեցնում պատմական հաղթանակի մասին, հայկական ակումբը իսկապես պատմություն է կերտում եւ այժմ այլ մարզական նորություններ։ Իդեպ հենց կարծում եմ այդ թեման էլ կարող ենք շարունակել, որովհետեւ խաղից հետո Պորտուգալացի մարզիչը Մանուել Տուլիպան մեկնաբանել է Ունիվերսիտետա Կրայովայի դեմ հաղթանակը եւ շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին։ Նա ասել է, որ երկու գործոն է առանձնացնում՝ ընդմիջումը եւ բախտը։ Այսօր կարող ենք ասել, որ բախտը մեր կողմից էր, անդադար ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ֆուտբոլիստներին։ Սովորաբար լինում եմ լուրջ եւ հավասարակշռված, բայց խաղից հետո արտասվեցի, շատ ուրախ եմ բոլոր նրանց համար, մեզ նկատի ունի դեպսևակ ում ուրախացրեցինք, որովհետև մենք բոլորը շատ ուրախացել ենք այս առիթով։ Շնորհակալություն է հայտնել նաև իրեն, քանի որ ծափարություններով ողջունեցին խաղից հետո, շնորհակալություն է հայտնել իրեն այդքան ջերմ դիմավորելու համար, բայց հիշեցրել է, որ սա միայն իր, այսինքն մարզչի հաղթանակը չէ, այլ մի մեծ թիմի, մասնավորապես ֆուտբոլիստների հաջողությունն է, երբ հնչեց հանդիպման ավարտն ազդարարող սուլիչը շատ հուզված էի, առաջին անգամ է նախ որ աշխատում եմ արտասահմանում եւ ինձ ու իմ ընտանիքին այստեղ շատ լավ են դիմավորել, հենց այս բոլոր գործոններն են պատճառն են հանդիսացել նրա հուզմունքի, նաեւ ինքնաքննադատություն նույնպես հնչել է, մարզիչն ասել է, որ կարող եմ ասել, որ այսօրվա մեր լավագույն խաղը չենք անցկացրել, այո, մասնավորապես առաջին խաղակեսը բարդ ստացվեց, ոչ մի կերպ չէին կարողանում ճնշում գործադրել մրցակցի վրա։ Այսպես, չնայած այդ բանին, դե կարևորը որ հաղթանակ են տալը, նաև ասել է, որ Եվրոպայի լիգայի հիմնական փուլում կուզեմ խաղանք պորտուգալական երկու ակումբների հետ, Բենֆիկայի եւ Բրագայի, կուզեի իմ թիմը խաղար այս ակումբների հետ, որպեսզի այցելեմ Պորտուգալիա եւ հանդիպեմ ընկերներիս, որոնց վաղուց չեմ տեսել, ասել է նա։ Եվ մինչև եւս մեկ ֆուտբոլային լուր կներկայացնես, Պեգա, շարունակենք հայկական հաղթանակների թեման, Հայաստանը ներկայացնող պատանի ծանրորդները իրենց ելույթները ավարտեցին Եվրոպայի առաջնությունում, որը հիշեցնենք Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում էր անցկացվում եւ Ծանրամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ Հայաստանի հավաքականից Էրիկ Սիմոնյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 140 եւ 45 կիլոգրամ, հրում վարժությունում 172, 77 եւ 82, այս վարժությունում նա դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ երկամարտի 327 կիլոգրամ արդյունքով Եվրոպայի առաջնությունում 4-րդ տեղն է։ Մեր մարզիկները կարծես թե հաջող ելույթ ունեցան այս առաջնությունում, ամեն օր տարբեր մեդալների ու հաղթանակների մասին ենք ձեզ հայտնում։ Առաջնությունը ավարտվեց, նրանց բարի վերադարձ ենք մաղթում Հայաստան։ Այո, շնորհակալություն մեր անունը պատվով ներկայացնելու համար եւ հետ վերադառնալով ներողություն ֆուտբոլային աշխարհ Բարսելոնայի երկրպագուներին շնորհավորենք, գիտեք, որ Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրից տեղափոխված խաղներ եւ Բարսելոնան ընդունեց Բիլբաոյի Աթլետիկին եւ առավելության հասավ 2-0 հաշվով 37-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ռաֆինյան, բրազիլացի հարձակվողը, իսկ 82-րդ րոպեին դաշտի տերերի կազմում առավելությունն ապահովեց, հաստատեց, կարելի ասել, իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։ Այսպիսով երկրորդ հաղթանակի արդյունքում Բարսելոնան առաջատարն է Լա լիգայում, առաջին հորիզոնականում է, երկու միավորով, նույն գրեթե միավորներով առանց գրեթեի երկրորդը Ռեալ Մադրիդն է, նրանց հաջորդում են Սևիլյան եւ Ռեալ Բետիսը։ Տեսնենք, թե առաջիկայում ինչ կլինի, դեռ բազմաթիվ խաղեր են սպասվում եւ այս պատկերը դեռ վստահաբար շատ է փոխվելու։ Եվ ամփոփելով Հայաստանի ծանրամարտի հավաքականի արդյունքները, նշենք, որ 26 մեդալ նվաճեցին մեր մարզիկները, այս մասին Հայաստանի ֆեդերացիան է ծանրամարտի ֆեդերացիան է հաղորդում, ներողություն, 13 մեդալ Հայաստանի մարզիկները 2025-ին էին նվաճել, իսկ ահա 26-ին կրկնապատկվել է եւ 26 մեդալ։ Այսպիսով նախորդ տարվա համեմատ, այո, 13-ից դարձել է 26 առանձին առաջընթաց
է գրանցվել նաև աղջիկների պայքարում, նրանք նվաճել են 3 մեդալ, 1 ոսկե, 1 բրոնզե եւ 1 արծաթե։ Այնպես որ իսկապես շատ ուրախ ենք մեր պատանի ծանրորդների համար եւ միշտ ծանրամարտում մենք հնչեղանուններ ունենք, բայց սպորտում գիտեք տարիքը շատ արագ է այսպես անցնում եւ մեր պատանիները պետք է հաջողություններով ու հաղթանակներով կան զբաղեցնեն արդեն նրանց տեղը, ում անունները մենք բոլորս անգիր գիտենք ու հպարտանում ենք։ Այո, վստահաբար, այնպես որ եւս մեկ անգամ բոլորին շնորհավորենք ու շնորհակալություն հայտնենք։ Մեկ երկել երազանքի հետ կապված Dreamer, Ozzy Osbourne-ի լսենք ու այնուհետև ձեզ արդեն հրաժեշտ կտանք։ Gazing through the window at the world outside, wondering will Mother Earth survive, hoping that mankind will stop abusing her sometime. After all, there's only just the two of us, and here we are still fighting for our lives, watching all of history repeat itself time after time. I'm just a dreamer, I dream my life away. I'm just a dreamer who dreams of better days. I watch the sun go down like every one of us. I'm hoping that the dawn will bring a sign, a better place for those who will come after us this time. I'm just a dreamer, I dream my life away. Oh yeah, I'm just a dreamer who dreams of better days. Your higher power may be God or Jesus Christ. It doesn't really matter much to me. Without each other's help, there ain't no hope for us. I'm living in a dream of fantasy. Oh yeah. Օրվա մեր կոչն է երազեք, շատ երազեք, անկախ նրանից, որ հենց օգոստոսի 28-ն է երազանքի օրը, որը ինչպես պարզեցինք Մարտին Լյութեր Կինգի հանրահայտ ելույթի հետ է կապված, I have a dream, բայց սա չի նշանակում, որ տարվա մեջ մեկ օր պետք է երազել։ Մեր մասնագետի հետ էլ խոսեցինք, Յուրի, իհարկե ամեն ինչ շապի մեջ է, չէ՞, գեղեցիկ իրականությունից կտրվելն էլ, երազանքից կախվածություն ունենալն էլ մի բան չէ, բայց առանց երազանքի կյանքը եւս անիմաստ է։ Այո, համաձայն եմ, եթե անընդհատ միայն երազանքի հետևից վազես, չես հասցնի վայելել ներկան, իսկ ի վերջո կյանքը հենց ներկան է, հենց այն ինչ հիմա տեղի ունենում։ Հասցնեմ արագ կարդալ նաև մեր ռադիոլսողներից մեկնաբանություններ, Արամ Մկրտչյանը գրել է բարի լույս շատ սիրելիներ ջան, եւ նրա երազանքը նույնպես Հայաստանի մասին է։ Ես երազում եմ մեծ Հայաստանի մասին, Մուշ, Վան, Սասուն, Կարին, Էրզրում, Կար, Սանի, բոլոր մեր քաղաքները լինեն մեկ Հայաստանի մեջ ու բոլոր քաղաքներում ապրեն հայերը։ Սա էլ մեր ռադիոլսողների երազանքն է, մենք միշտ ուրախանում ենք, որ մեր ռադիոլսողները սովորաբար այնպիսի մարդիկ են, որ հազվադեպ են շատ նեղ անձնական երազում, միշտ ուզում են, որ բոլորի համար լավ լինի, կարծում եմ սա հանրային ռադիոյի կախարդանքի մի մասն է կազմում։ Մայրաքաղաքում այս պահին 25 աստիճան է, վերադառնալով երազանքներից իրականություն, ձեզ հիշեցնենք, որ տեղում նառատ օրեր են սպասվում այսօրվանից, թե մայրաքաղաքում, թե շրջաններից գալի մասում, այնպես որ սիրելի ռադիոլսողներ, տանից դուրս գալուց առաջ անձրևանոցների եւ այսպես անջրաթափանց հագուստի մասին մի մոռացեք։
Դե ինչ աշխատանքային վերջին ամառային ուրբաթը ամփոփեցինք միասին, տաղավարում Սևակ Հակոբյանն ու Վեգա Անդրեասյանն էին, կհանդիպենք արդեն սեպտեմբերին ամռան վերջին օրը։ Չէ, դեռ օգոստոսի 31-ը երկուշաբթի։ Բայց այո, անկախ նրանից ամառ է ձմեռ աշունդ է գարուն, մենք կհանդիպենք ձեզ հաճելի ուրբաթ երեկո, հաճելի հանգստյան օրեր, կհանդիպենք երկուշաբթի։ Սարանցյարի հոգիս դատարկու խաբար Ախի միարը չկա կողքիս սիրտս կուլա հարանցյար Մի թող աչքս ճամպի ծառի, մի թող աչքս ջուր դառնա Իմ դարմանը քո աչքերն են, քո աչքերն ինձ տեղ ու ջար Գարուն եկել սիրտս լծվել քունս պախել սիրունջար Սեր եմ գտել կաղքի միջին թարլան և սիրունյակար Գարուն եկել սիրտս լծվել քունս պախել սիրունջար Սեր եմ գտել կաղքի միջին թարլան և սիրունյակար Գնամ սիրտս բանա, դարդս պատմեմ անցվորին Թող որ լուրը հասնի յարիս յարս հերվից հագալիս Արար աշխարման էլ եկել, չկա կես պես աննամա Մեկ ատիկ ես տղոնց միջին սիրտս նավեր կես կտա Գարուն եկել սիրտս լծվել քունս պախել սիրունջան Սեր եմ գտել կաղքի միջին թարլան և սիրունյակար Գարուն եկել սիրտս լծվել քունս պախել սիրունջան Սեր եմ գտել կաղքի միջին թարլան և սիրունյակար Գարուն եկել սիրտս լծվել քունս պախել սիրունջան Սեր եմ գտել կաղքի միջին թարլան Գարուն եկել սիրտս լծվել քունս պախել սիրունջան Սեր եմ գտել կաղքի միջին թարլան և սիրունյակար Check